2020 թվականին աշխարհում կգրանցվի չարորակ ուռուցք ունեցող 20 միլիոն նոր հիվանդ։ Հիվանդների թիվը տարեստարի ավելանում է։ Կանխատեսումները Հայաստանի համար եւս լավատեսական չեն։ 6-ից 8 տարի հետո մեր երկրում 10,000 նոր հիվանդ կլինի։ Հիվանդության ներկայիս թվերը խոսում են կանխատեսումների ճշմարտացիության մասին։ Եթե 2002 թվականին մեր հանրապետությունում հայտնաբերվել է 5737 նոր հիվանդներ, ապա 2012 թվականին, այսինքն 10 տարի անց, հիվանդների թիվը հասել է 7877-ի։ Չարորակ ուռուցքը սակայն դատավճիռ չի, ասում են մասնագետները։ Ուռուցքային այսպես ասած համաճարակի դեմ պայքարի լավագույն միջոցը վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է։ Հենց այդ ուղղությամբ էլ աշխարհում եւ Հայաստանում շարունակում է հիվանդություններից ազատվելու գործընթացը, որի շնորհիվ կյանք են վերադարձել հազարավոր մարդիկ։ Մեր հանրապետությունում այսօրվա վիճակում 35000 հիվանդներ գտնվում են մեր ուռուցքաբանության կենտրոնի հսկողության ներքո։ Դրանցից 18000-ի շուրջ 20000-ի, որ չսխալվեմ, շուրջ 20000-ի մոտ բուժումից արդեն անցել է 5 տարի եւ ավելի, եւ նրանք գործնականում առողջ մարդիկ են եւ վերադարձել են իրենց ընտանիք եւ աշխատանք։ Չծխել, չխմել, նստակյաց կյանք չվարել եւ հետեւել սննդին հրաժարվելով ապուխներից եւ կենդանական ճարպերից։ Հիմնականում սրանք են այդ չարիքից խուսափելու պայմանները, բայց կարեւոր է նաեւ հետեւողականությունը։ Մեր երկրում չարորակ ուռուցքների բարձի թողությունը հասնում է 45%-ի։ Խնդիրը մեղմվում է միայն այն երկրներում, որտեղ 30 տարեկանից հետո սկրինինգ ծրագիր կա, այսինքն քաղաքացիները անցնում են պրոֆիլակտիկ ստուգումներ։ Բժիշկները մերժում են նաեւ չարորակ ուռուցքների այլընտրանքային բուժումները։ Վստահ են Սիսեռն ու կաթնաշորը այստեղ անզոր են։ Հարկավոր է նախապես մի հատ խորհրդակցել մասնագետի հետ նոր բան անել, կամ էքստրասենսերը, կամ այդ կաթնաշորը, կամ միզաբուժությունը, կամ նավթաբուժությունը, կամ այնքան բաներ կան, որոնք որ մարդկանց ապակողնորոշում են։ Հայաստանում չարորակ ուռուցքների բուժումը իրականացվում է միջազգային չափանիշներով, վստահեցնում է ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը։ Կենտրոնը վերջին 3 տարում հարստացել է ախտորոշիչ եւ բուժական ժամանակակից սարքավորումներով, ներդրվել են բուժման նոր եղանակներ։ Դժվարությունը միայն քիմիաթերապիան է։ Թեև պետությունը շարունակում է ֆինանսավորել նման հիվանդների բուժումը, հատկացումները բավարար չեն տեղագործական արդյունաբերության այս ոլորտի նորույթները ձեռք բերելու համար, չափազանց թանկ են։ Մի դեղ կա, որ արդեն 2 տարի, 3 տարի է շահագործման է հանձնվել եւ մերոնք էլ կիրառում են, բայց շատ սահմանափակ թվով հիվանդների մոտ, դա հերցեպտինն է, որի մի ներարկումը արժի 3100 եվրո։ Ապահովագրական բժշկությունը մեզ մոտ զարգացած չէ, շարքային քաղաքացին նման միջոցներ չունի, պետության հատկացումներն էլ չեն բավարարում, բայց դա չի նշանակում, թե Հայաստանում քաղցկեղի դեմ ավելի վատ են պայքարում, քան այլ երկրներում, ասում է Հայրապետ Գալստյանը ու նորից կարևորում կանխարգելիչ միջոցառումները, դրանք ավելի ապահով են ու էժան։ Աննա Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։